Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանի մուտքը մարդաշատ է։ Դարպասի մի կողմում ծնողներն ու հարազատներն են, մյուս կողմում նորակոչիկները։ Բանակի խնջույքից հետո ապագա զինվորները օրը սկսել են բարձր տրամադրությամբ։ Ծանոթանում են միմյանց հետ, հարցուփորձ անում, ով որտեղից է եկել, մտերմանում։ Ընդամենը մի քանի ժամից նրանք առաջին անգամ կհագնեն բանակային համազգեստ։ Լավ տրամադրված փորձում ենք գնանք պաշտպանենք մեր պոստերը։ Տրամադրությունը շատ լավ է։ Հայրենիքին ծառայելը ոչ միայն անհրաժեշտ է, այլ նաև պատվաբեր։ Գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանի կոչն է նորակոչիկներին։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը առաջին խորհուրդներն է տալիս ծառայությունից առաջ։ Այս պահին զինված ուժերին էլի ամենից պաշտոնատարը դուք եք, ամենից կարևոր պաշտոնները դուք եք, որտեղ եկել եք համալրելու այն տղաներին, փոխարինելու այն տղաներին, ովքեր ես պարտքի կատարել են։ Հավաքակայանի բժշկական հանձնաժողովը վերջին անգամ է զնում նորակոչիկներին։ Բժիշկն էլ առաջին խորհուրդներն է տալիս ծառայությանն ընդառաջ։ Ձեր ծնողները ձեր պայուսակների մեջ դրել են ծննդամթերք, կոտլետներ, պերաշկիներ, դրանք բոլորը եթե շատ արագ ելեք, շատ արագ ուտեք վերջացնեք, որպեսզի չփչանան։ Պարզում ենք, ուղարկում ենք լրացուցիչ հետազոտման։ Այստեղ բժշկական հետազոտմամբ որոշում ենք դա իրականում կա, թե ավելի շատ ներկայացվում է, բայց ամեն դեպքում անուշադրության զորակոչիկի ներկայացրած գանգատները չեն մատնվում։ Հաջորդ քայլը ծառայության վայրի ընտրությունն է, նրանց համար թերևս ամենագլխավոր սենյակը։ Արդեն 2 տարի է նորակոչիկներն իրենք են ընտրում իրենց ծառայության վայրը, վիճակահանության միջոցով։ Վիճակահանության ամբողջ ընթացքը վերահսկում են ծնողները։ Հետևում են, որ նորակոչիկի հանած թիվը ճշգրտորեն գրանցվի։ Ծնողներին էլ հուզող ամենակարևոր հարցին պատասխանում է Մովսես Հակոբյանը։ Այս պահի դրությամբ ընդհանուր գնահատենք, կարծում եմ համապատասխան հրադադար է տեղի ունենում, որևէ ակտիվ գործողություններ չկա։ Եթե համեմատենք տարվա սկզբի հետ, բավականին հանգիստ է։ Եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, էլի բավականին հանգիստ է եւ որևէ այդպիսի լուրջ միջադեպեր առաջին գծում չկա։ Ամառային զորակոչը կշարունակվի մինչև հուլիսի 30-ը։ Ապագա զինվորներին հրաժեշտ տվեցին ծնողներն ու հարազատները։ Բոլորի ցանկությունը մեկն է՝ բարի ծառայություն։ Արման Մալխասյան, ժամը լրատվական։